Այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց 2018 թվականին, հաստատ Արցախը չեն մերժել։ 2018 թվականին դուրս են եկել փողոց մարդիկ, ովքեր դեմ են, որպեսզի Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Համաձայնեք, որ սա պարզ ճշմարտություն։ Ոչ միայն դա պարզ ճշմարտություն է, դա արհեստական դեմոնիզացվել է եւ դա արել են մարդիկ, ովքեր 10 տարի սուտ ու կեղծիք են տարածել հանրապետական կուսակցության նրա առաջնորդի մասին։ Ճիշտ ենք զախողել։ Մի հատ հարց ինչ ենք զա, որ 10% տնտեսական ակտիվություն ենք դա ենք զախողել, թե որ Կազանյան փաստաթուղթ ենք դա ենք զախողել, թե որ 15 թվականի ապրիլի 24-ին ՄԱԿ-ի անդամ երկրներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների երկու նախագահներ Պուտինի Հոլանդը Երևանում են, դա ենք զախողել, թե որ հունվարին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 15 թվականին ընդունվեց համահայկական հռչակագիրը։ Նման բանասողները կամ տգետ են, կամ էլ մանիպուլացիոն են, գլուխները պատով են տալի, ես ասում եմ պարզ։ Դուք առաջինը դադար հայտարարեք, ասեք էլ չենք հայտարարել։ Մեռանք հայտարարել, ապրիլի 24-ին ով էր ասեմ, որ մի հատ էլ ասեք։ Ասենք իրան գնան իրանց հեռուստատեսության եթերներում կներեք քաղաքական հիմարություններ դուրս տան, մենք ասենք դա դուք գնացեք ձեր հեռուստաեթեր։ Ես եկել եմ հեռուստաեթերում, բաներացեք ու քննադատեք։ Մի խելոք ես կասեմ թե Ալիևը, որ Նիկոլին նման թուղթ տա, կպահանջի, որ Նիկոլը օրինակ էլի մի ցուցակ կտա մարդկանց, կասի այդ մարդկանց հանձնի Բաքվի դատարանին, որի մեջ կգտնի եւ Սերժ Սարգսյանը։ Իսկ դրա մասին առաջին ով ասել։ Չգիտեմ։ Բարև ձեզ, իմ այսօրվա հյուրը պարոն Շարմազանովն է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ։ Բարև ձեզ։ Եվ սկսենք կարևորից։ Որն է Հանրապետական կուսակցության նպատակը այս միջընդդիմադիր պայքարում, ինչ նպատակ ունի Հանրապետական կուսակցությունը։ Հանրապետական կուսակցության նպատակը առհասարակ իշխանափոխությունն է, եւ այդ նպատակը եղել է տարիներ շարունակ, առնվազն վերջին 5-7 տարիների ընթացքում, իսկ վերջին 5 տարիների ընթացքում շատ ավելի ցայտուն է դրսևորվել։ Ես նկատի ունեմ ընդդիմադիր այս պայքարը, այսինքն ընդդիմադիր պայքարը մենք չենք սկսել, եւ մեր կուսակցության նախագահը շատ հստակ նշել է, որ պետք է հանգիստ թողնել, ճիշտ է այդ ուղերձը եղել է լրագրողներին, բայց դա բոլորին է վերաբերվել, հանգիստ թողնենք երկրորդ նախագահին։ Հանրապետական կուսակցությունը ֆիքսում ենք։ Ներընդդիմադիր պայքար չի սկսել։ Դուք ընդհանրապես պատասխանում եք, ուզում եք ասել։ Մենք փորձում ենք սուտը թույլ չտալ, որ տարածվի եւ լույս սփռել ճշմարտության համար։ Բայց ձեր արձագանքելով դուք արձագանքում եք եւ այդ արձագանքներն էլ ավելի են խորացնում այդ։ Երբ որ ձեզ մեղադրում են բաների մեջ, որոնք դուք չեք արել եւ շատ դեպքերում անում են մարդիկ, որոնք իրենք են այդ process-ի մեղավորները, կներեք քաղաքական դաշտում դա քաղաքական իմպոտենցիայի կվերածվի, եթե մենք փաստերով չարձագանքենք։ Պարոն Շարմազանով, այդուամենայնիվ դուք միշտ հանրապետական կուսակցության մասին խոսելիս նշում եք, որ դուք ինստիտուցիոնալ կուսակցություն եք, այսինքն դասական կուսակցություն եք, այդպես է։ Եվ ուրեմն ձեր քայլերը, ձեր հայտարարությունները պետք է քաղաքական լինեն։ Օրինակ, պատկերացրեք, որ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին մենք չենք արձագանքելու մեր հասցեին հնչած որևէ քննադատությանը, որը գալիս է ընդդիմադիր։ Քննադատությունը մեկ բան է, անհարկի մեղադրանքները եւ մեր կապանոցը։ Ինչու են ձեզ մեղադրում, ինչի հետ դուք համաձայն չեք։ Լավ գիտեք, մենք ենք բերել Նիկոլին, տարբեր ազնական վիրավորանքներ, մեղադրանքներ են ներընդդիմադիր դաշտից։ Այն մարդիկ, ովքեր որ 18 թվականին Սերժը։ Բայց սա ուր է տանելու, արդյոք Ես կարծում եմ այդ հարցը պետք է ուղղել այն մարդկանց, հանրապետական կոնկրետ հանրապետական կուսակցության եւ առաջնորդի եւ հանրապետական կուսակցության ղեկավար կազմի որևէ ներկայացուցիչ, խոսքը ունենք փոխնախագահների մասին է, վիրավորական եւ կեղծ հայտարարություններով հանդես չի եկել։ Ֆիքսենք այս հարցի վերջացնելու համար այս հարցը, ֆիքսենք, որ հանրապետական կուսակցությունը շարունակելու է արձագանքել մյուս ճամբարից հնչող քննադատությանը, մեղադրանքներին։ Եթե ուշադիր լինեիք, հարգելի տիկին Բաբայան, մեր խորհրդի նիստում մենք ասել ենք, որ մեծ համար գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, իսկ ներընդդիմադիր հրաձգություններին դա ամենօրյա աշխատանքային process է, մենք շահագրգռված չենք դրանում, եւ եթե շահագրգռված ամենօրյա Բայց թույլաtsնում եք, չէ՞, տեսեք, այսօր բոլորի համար հայտնի է, չէ՞, որ այդ հարցումները բոլորը ինչքան էլ մենք այդ հարցումներին չհավատանք կամ հավատանք, ցույց են տալիս, որ այսօր ամենամեծ վարկանիշը ընդդիմադիր դաշտում ունի Ռոբերտ Քոչարյանը։ Եվ պարբերաբար հարվածելով
այդ ճամբարին, դուք նաև փորձում եք ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր դաշտի վարկանիշը։ Ձեր նշած բարձր վարկանիշ ունեցող գործին, երբ որ իր նկատմամբ անհարկի ապօրինի քաղաքական հետապնդում եղավ եւ նա բանտարկվեց, առաջինն ու միակը Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարությամբ հանդես եկավ, հանրապետական падգամավորները ստորագրավակ իրականացրին եւ ձեր խոնարհ իր հանրապետական ընկերներով հանրապետության երրորդ նախագահ ՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ դատարաններից տուն չէին գնում։ Սա երեսով տալ չէ, այո, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունեցել ապօրինի կալանք եւ ապօրինի քաղաքական հետապնդում։ Հետևաբար հանրապետական կուսակցությունը երբեք ինքը բարոյական իրավունք ունենալով մեղադրել իրեն մերժածներին, բայց այնուամենայնիվ 18-21, 18-23 թվականների պայքարների ընթացքում մենք երբենք որպես հանրապետական չենք ասել, եթե իրանք մեզ մերժել են կամ եթե իրանք մեզ մեղադրել են ինչ-որ բանի մեջ, մենք իրանք կողքին չենք լինի։ Ուզում եմ ասել, որ խնդիրները մենք թույլ չենք տա որևէ մեկին, որպեսզի հանրապետական կուսակցությանը դարձնեն խավության նոխազ։ Սխալներ եղել են, իհարկե եղել են 7 տարվա մեջ հանրապետականը բազմիցս է խոսել իր սխալներից ամենաբարձր մակարդակով եւ մասնավորապես 21 թվականին։ Իսկ այդ հանրապետականի հասկացել եք ինչ են ձեզ մերժել 2018 թվականին։ Նախ ոչ միայն մեզ է մերժել, մեզ մերժելով մերժել են Արցախն ու Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց 2018 թվականին, հաստատ Արցախը չեն մերժել։ 2018 թվականին դուրս են եկել փողոց մարդիկ, ովքեր դեմ են, որպեսզի Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Համաձայն եք, որ սա պարզ ճշմարտություն։ Ոչ միայն դա պարզ ճշմարտություն է, դա արհեստական դեմոնիզացվել է եւ դա արել են մարդիկ, ովքեր 10 տարի սուտ ու կեղծիք են տարածել հանրապետական կուսակցության նրա առաջնորդի մասին։ Հանրապետական կուսակցությունը 17 թվականի պարլամենտական ընտրություններում հաղթել էր ընտրությունները եւ հանրապետական կուսակցությունը օրենքի եւ սահմանության համաձայն ինքն էր որոշելու ում առաջադրի վարչապետի թեկնածու եւ պարոն Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության եւ գործադիր եւ խորհրդի լիստերում ինքն է առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը հանրապետական կուսակցության խորհրդն ընդունել։ Ես չեմ խոսում օրենքի մասին։ Տեսեք, 2015 թվականից սկսած այո ամեն տարի Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են, որ 98-ից 2000-ին տեղի չէին ունենում են, բայց ոչ այդ նման արագությամբ ու նման խտությամբ։ Գիտեք ինչու։ Եկեք համաձայն։ Գիտեք ինչու, որովհետև հանրապետական կուսակցությունը այդ ժամանակ պինդ կանգնած էր օրվա իշխանության եւ նախագահի թիկունքին։ Իսկ 2008-18 թվականների մեր երբեմնի դաշնակիցները թիկունքից խփում էին հանրապետականին։ Փաստորեն Քոչարյանն է մեղավոր, որ հանրապետականը չկարողացավ պայքարել։ Ես ասեցի, ինչ որ ասեցի, Քոչարյանի վերաբերմունքի մասին կարող եք կարդալ իր գրքի մեջ։ Ես ասել եմ։ Իր գրքի մեջ PS բաժնում դրված է իր մեկնաբանությունը հեղափոխության վերաբերյալ, որտեղ ինքը շատ դրական է խոսում։ Համենայն դեպս ասում է արժանին պետք է մատնուցել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը կարողացավ ժողովրդին հանել լեթարգիայից։ Նա ես հիշում եմ ազգային ժողովի նիստերը, դուք կոնկրետ չէ, բայց հանրապետականները հանրապետականները մայիսի 1-ին դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Մայիսի 1-ին այո, բայց դուք էլ եք արձանագրում, որ ստացվեց Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ես մի բան եմ արձանագրել մայիսի 1-ին, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար։ Այն ժամանակ էլ եմ ճիշտ եղել այսօր էլ։ Մենք Նիկոլ Փաշինյանի մասին չենք խոսում, պարոն Շարմազանը, մենք խոսում ենք դրա մասին, որ 2018 թվականին Հայաստանում ըստ իս եղել է դասական գունավոր հեղափոխություն։ Դասական գունավոր հեղափոխություն։ Այո, աշխարհաքաղաքական բոլոր գունավոր հեղափոխություններն են մանիպուլացվում է հասարակությունը։ Ես միամիտ չեմ 25 տարվա քաղաքական գործի չեմ ու շատ լավ գիտեմ, որ բոլոր իշխանություններից չէ այդ գունավոր հեղափոխությունը։ Իսկ 98-ից 2008-ին դուք չեք կարող, ասենք օրինակ տեսեք, Իսկ որ երկրում առիթ կա։ Ես Հայաստանում չէի, չեմ կարող իմ մասին ասել, բայց հաստատ կարող եմ ասել, որ ես շատ ընկերներ ունեի, ովքեր գունավոր հեղափոխության զոհ չեն հաստատ ու բավականին ինտելեկտ ունեն, որ կարողանան ինքնուրույն մտածել եւ իրենք էլ են դուրս եկել փողոց, որովհետեւ բոլորը դեմ էին, որ Սերժ Սարգսյանը գնա երրորդ ժամկետի։ Ու ինձ օրինակ հետաքրքիր է, դուք մտերիմն եք, երրորդ նախագահի ամենամտերիմ թիմակիցն եք 2017-ին, այո, եւ իդեպ ասեմ, շատ զարմանալի
ու հաճելի է զարմացնում ձեր եւ Արմեն Աշոտյանի այդ մտերմությունը դուք շատ հավատարիմ եք էլի դա իսկապես հարգանքի նշան է իմ կողմից մեծ հարգանք բայց 2017-ին ու 18-ին վերադառնանք 17-ն ու 18-ը այդ թվականներին օրինակ դուք անձամբ չեք մտածել որ չպետք է գնա Սերժ Սարգսյանի Ոչ ես ոչ միայն չեմ մտածել հիմա էլ գտնում եմ որ ճիշտ ճանապարհ էր Սերժ Սարգսյանի առաջադրումը եւ շատ ճիշտ վարվեց վարչապետի այն ժամանակվա վարչապետ եւ կուսակցության նախագահի առաջին Կարեն Կարապետյանը, որ առաջադրեց Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում, պարոն Կարապետյանը եւ իր խորհրդի եւ իր գործադիր նիստում եւ Շանթ հեռուստաընկերության տված հարցազրույցում 2018 թվականի ապրիլի 13-ին շատ հստակ պատճառաբանել է թե ինչու է ինքը առաջադրում նախագահին, որովհետև անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցերով կզբաղվի Սերժ Սարգսյանը, տնտեսական հարցերով կզբաղվի Կարեն Կարապետյանի ղեկավարած թիմը եւ գլոբալ առումով մենք շատ լավ եւ տնտեսական ցուցանիշներ ունեինք, 10%-ից ավել տնտեսական ակտիվություն ունեինք եւ Այդ ամենանիվ բոլորը դուրս եկան փողոց եւ այդուամենայնիվ 17 թվականին նույն հանրապետականը լեգիտիմ ընտրությունների արդյունքում հաղթել էր։ Okay, դնենք բոլորը դուրս եկան փողոց, որովհետեւ այդ մարդկանց մանիպուլյացիա։ Իմ ընկերների ոչ ոք չի ուղղորդվում։ Դե ձեր եկեր միշտ չի որ ուղղորդվողները գիտակցում են որ իրանք ուղղորդվում են։ Միշտ է։ Գրեթե միշտ է ամենայն ես շատ հարգելով ձեր բոլոր ընկերներին եւ այն ազնիվ մարդկանց ովքեր որ ունեցել են Դուք անձամբ երբ եք հասկացել 2018 թվականի ապրիլին դուք անձամբ երբ եք հասկացել որ արդեն հնարավոր չի կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին որ օրներ հիշում եք որ պահներ ինչից հետո էր Մինչև 23-ի առավոտը համոզված էի որ Հնարավոր է Միջև հրաժարականի Նիկոլ Փաշինյանին ես նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եմ համոզված եղել որ Նիկոլ Փաշինյանը չի գալու որովհետև Կարեն Կարապետյանին ենք մենք առաջադրում եւ Կարեն Կարապետյանը շատ վստահ գնում էր վարչապետությամբ թիմն էլ Սերժ Սարգսյանն էլ եկել էր ազգային ժողով հանդիպեց ֆրակցիայի հետ եւ թիմը միասնավորվեց Ինչ փոխվեց Պարոն Կարապետյանին կհրավիրեք կհարցնեք Շատ լավ Okay դուրս գանք ես Մի բան պարզապես ասեմ որ նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հանրապետականը ունեցել է որոշում եւ այդ որոշումը եկել է Սերժ Սարգսյանից 24-ի գործադիր մամլի նիստից այնուհետև ապրիլի 25-ի խորհրդարանում տեղի ունեցած ֆրակցիայի նիստում որտեղ Սերժ Սարգսյանը եւ հանրապետական ֆրակցիան եւ ԳՄ-ն որոշել են Կարեն Կարապետյանին առաջադրել վարչապետի տեխնացու ի պատիվ պարոն Կարապետյանի ինքը ընդունել է դա եւ մինչեւ ամսի 28-ը ներառյալ մենք համոզված ենք որ մենք մայիսի 1-ին ընտրելու ենք պարոն Կարապետյանին բայց ինչ եղավ այդ 3 օրը Այդ 3 օրը պարոն Կարապետյանը մեծ հրավիրեց պարոն նախագահի հետ եւ պարոն Կարապետյանը հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը հրաժարվեց կամ նպատակարար մարդ չգտավ։ Ուրիշ մեկը բոլորս մերժված էինք ու առաջադրենք։ Եթե Կարեն Կարապետյանը քիչ թե շատ ընկալելի ֆիգուրներ հանրապետակ ապրիլի 23-ից հետո ինքն էր մեր այսպես ասած լիդերներից մեկը ինքը հրաժարվեց։ Օրինակ ես որ առաջադրեի ինչ էր լինելու։ Ոչ մի բան, նույնիսկ մեզ էին մերժել։ Հետո մենք Սերժ Սարգսյանի հետ ես եւ Արմեն Աշոտյանը առաջի փաթեթով մերժվել էինք։ Այսինքն ամեն դեպքում դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ձեզ պարզապես Իհարկե ոչ, չէ, նման Որն էր ամենամեծ սխալը ձեր 2018-ի ապրիլին։ Միգուցե սխալները շատ են եղել, մենք դրա մասին Ամենամեծ սխալը։ Միգուցե չհաշվարկելը, որ կարող է սա ձնագնդիկի էֆեկտ ունենալ, չհաշվարկելը, որ կարող են աշխարհակաղակական կենտրոնները մանիպուլացնել հասարակությանը։ Նորից գալիս եք աշխարհակաղակական կենտրոնների։ Այսինքն ըստ իս դա իմ կարծիքն է, չէ, քաղաքականությունը բազմակարծությունն է։ Ես գտնում եմ, որ պարոն Սերժ Սարգսյանի առաջադրումը բխում էր Հայաստանի Հանրապետության շահերից։ Այլ բան է, որ մենք ապրիլի 17-ից հետո օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ելնելով չկարողացանք պահել այդ իշխանությունը։ Դա այլ բան է, բայց որ Հայաստանի եւ Արցախի շահերից էր բխում եւ նախ եւ առաջ Սերժ Սարգսյանը առաջադրվում էր նրա համար, որ այս իրավիճակը չլինի, սա փաստ է։ Այդ ամենայնիվ դուք նորից շարունակում եք ասել, որ ինչ որ երրորդ ուժեր են վերել Նիկոլ Փաշինյանին։ Չեք համաձայնի, որ հայ ժողովուրդն է վերել։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը եղել է մանիպուլյացիայի զոհ, եւ Նիկոլ Փաշինյանի բերել են աշխարհակաղակական կենտրոնները եւ բոլոր նրանք, ովքեր որ սուտ են տարածել։ Գործընթացները տանում եք փակուղի, որովհետեւ եթե երրորդ ուժերն են բերել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն երրորդ Այդ ոնց է Ուկրաինայում կարող գունավոր հեղափոխություն լինի, Հայաստանում չի կարող։ Եգիպտոսում մի ամիս առաջ այդ գարունից եգիպտական Մուբարակին, որ ես շատ դուրս փորձագետների հետ Ռուսաստանում խոսում եմ, ասում եմ հնարավոր է Մուբարակին փոխեն, ասում եմ ինչ ես ասում, Մուբարակն դե գիտեք ով է։
Ամենտեղ էլ նույն Դե եթե մի երկրում կարելի է գունավոր հեղափոխ, ի վերջո այդ հեղափոխության հովանավորը 18 թվականի սեպտեմբերին եկավ Հայաստան, խոսքը Ջոն Բոլտոնի մասին է, եւ Նիկոլ Փաշինյանին հազարականները տվեց, այն ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանն անում է։ Ես ասես պետք է հրաժարվել պատմական գաղափարներից։ Դա ձեր կարծիքն է, որ եղել է գունավոր հեղափոխություն, որ երրորդ ուժերն են բերել Նիկոլ Փաշինյանին։ Եղել են նաեւ մեր սխալները, ցանկացած իշխանություն սխալներ ունեցել է։ Նիկոլ Փաշինյանի դեպքում շատերի համար է դա հստակ։ Դրանց համար, ովքեր 2018 թվականին դուրս են եկել փողոց եւ հիմա անընդհատ դրա մասին խոսում են, իրենց չեն կարողանում ներել եւ այլ, բայց նույնիսկ այդ մարդիկ չեն գնացել, հստակ հասկանալի է, չէ՞ որ իրենք դուրս են եկել փողոց ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ դուրս են եկել փողոց Սերժ Սարգսյանին մերժելու, որ նա չգնա երրորդ ժամկետի։ Շնորհավորում եմ իրենց, Սերժ Սարգսյանին մերժեցին, Արցախը կորցրեցին։ Մարդիկ, ովքեր դուրս են եկել 2018-ին փողոց, ասում են։ Մինչև այդ դուրս եկած մարդիկ չգիտակցեն, որ իրենց ազնիվ մղումները Հայաստանում մի լավ բան անելու, մանիպուլացվել է եւ այդ ազնիվ մղումները բայց երրորդ ուժերը այստեղ գործ չունեն։ Ոնց գործ չունեն։ Որովհետև իրենք դուրս են եկել փողոց Սերժ Սարգսյանին մերժելու համար, դրանց չեն ասել։ Ովքեր էին, այդ որ ուժերն էին միջազգային գրեթե բոլոր կենտրոններից դրական վերաբերվում եւ ստեյթմենտներ անում Նիկոլ Փաշինյանի շարժման ժամանակ։ Բախի օրինակ ինչու այդ նույն ուժերը Բագրատ Սրբազանի ժամանակ չէին անում, դիմադրության շարժման ժամանակ չէին անում, ՀՓՇ-ի ժամանակ չէին անում։ Իդեպ մենակ Բագրատ Սրբազանի մասին չի խոսքը։ Ես այդ դրա մասին մտածել եմ, եթե նկատել եք վերջին Վրաստանում տեղի ունեցած վերջին այդ զարգացումները, չէ՞, մարդիկ օրերով, գիշերներով փողոցում են ու շատ են հավաքվում եւ այլ, աշխարհը փոխվել։ Հիմա այն ինչ որ կարելի էր անել 2018 թվականին, հիմա բավականին բարդ է փողոցով իշխանություն փոխել է, եթե նկատել եք, որովհետև աշխարհը փոխել է Տրամպի ընտրությունից հետո, Տրամպը նոր է մինչև Տրամպի ընտրությունը եւ Տրամպի ընտրությունից հետո աշխարհը փոխվել է, եկեք դա արձանագրենք եւ 2018-ին մարդիկ դուրս էին եկել փողոց այդ ամենանի, որովհետև դժգոհ են հանրապետական կուսակցության իշխանությունից։ Երկրում իշխանապողություն եւ հեղաշրջումների լրիվ այլ բան է Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը կյանքում չէր կարող դառնալ վարչապետ, եթե նրան չաջակցեին 10 տարի հանրապետականներին անհարկի սևաստողները։ Օրինակն ինձ լավ գիտեք։ Ամեն ինչ չի որ ուղիղ են ասում։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը սկսեց իշխանություն գալուց հետո եւ հենց առաջինը իր թիրախում Ռոբերտ Քոչարյանն էր, դա նաեւ վկայում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ես եմ պաշտպանել ու պաշտպանում առաջիններից մեկը, հանրապետականն է պաշտպանել, Սերժ Սարգսյանն է կանգնել հայտարարել, որ իմ կյանքի նպատակներից մեկը մեր դեմ է։ Բոլոր են կայքերը, բոլոր են մարդիկ, ովքեր սուտ ու կեղծիք են տարածել եւ դեմոնիզացրել են Սերժ Սարգսյանին եւ հանրապետականին։ Ինտերնետը կա, YouTube-ը կա։ Այսինքն չեք ուզում ասել, որ մենք այսինչ հարցերը ձախողել ենք ու դրա համար մարդիկ։ Օրինակ ի՞նչ ենք ձախողել։ Մի հատ հարց ի՞նչ ենք ձախ, որ 10% տնտեսական ակտիվություն ենք, դա ենք ձախողել, թե որ Կազանյան փաստաթուղթ ենք, դա ենք ձախողել, թե որ 15 թվականի ապրիլի 24-ին ՄԱԿ-ի անդամ երկրներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների երկու նախագահներ Պուտինն ու Հոլանդը Երևանում են, դա ենք ձախողել, թե որ հունվարին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 15 թվականին ընդունվեց համահայկական հռչակագիրը։ Ասեմ ինչը Թե որ այն որ Լավրովը Երևանում 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո ասում է որ Ադրբեջանն է հրաժարվել Կազանից, թե նա որ 16 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևն ասում է որ փակ դռների հետևում իրեն պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մի հատ ասեք ի՞նչ եք ձախողել։ Ըստիս ամենահաջողվածը Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների ձեռք բերված այդ համաձայնություններն են, որ հստակ կար որոշում, որ պետք է մոնիթորինգ լինի եւ հստակ նշվի ով է առաքողը։ Որը Նիկոլ Փաշինյանը ջրեց։ Այդ դա ամենամեծ ձեռքբերումն էր։ Հիմա ձախողումներից, ասում եք թվարկեք ձախողումները։ Ես առնվազն վերջին 20 տարին գիտեք, Մոսկվայում է աշխատում որպես Ազատություն ռադիոկայանի մոսկովյան թղթակից եւ եթե սուտ չասեմ, գոնե 3 ամիսը մեկ մեծ նյութ է պատրաստում նրա մասին, թե ինչ զենք է գնում Ադրբեջանը Ռուսաստանից։
Եվ այդ գործընթացը ակտիվ այսպես փուլը այդ գործընթացի սկսվել է 2009 թվականին 11-ին 2009-ին ստորագրվել է 11-ից սկսվել է արդեն ավելի ակտիվացել է ու շատ արագ դա զարգանում էր եւ ընդհանրապես նաեւ շատ է նյութեր անում թե ինչ մերձեցում կա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ մի գործընթաց, որ նախկինում չկար եւ դա ակնհայտ է։ Իսկ հասկացած էր հարցը։ Իսկ դուք ինչ եք անում այդ ժամանակ։ Ձեր դաշնակիցը զենք էր վաճառում։ Ինչու էր զենք վաճառում։ Օրինակ Քոչարյանականները եթե գանում եք Անդրանիկ Թևանյանին, երբ որ ես ինքը Քոչարյանական չի, բայց ամեն դեպքում ինքը հարց է տալիս, ասում է, իսկ ինչու մինչև 2008 թվականը, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ, Ադրբեջանը զենք չէր գնում։ Նույն ձև կարամ ասեմ, ինչու մինչև 2008 թվականը ռուսական ռազմաբազան 49 տարով չի երկարացվեց։ Հայ-ռուսական հարաբերություն։ Ո՞վ ասեմ, ասեմ։ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում հայ-ռուսական հարաբերություններում, ասում եմ հերթով։ Ուրեմն 10 թվականի օգոստոսին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կնքեցին ռուսական ռազմաբազայի 49 տարվա ժամկետը երկարացում մինչև 2044 թվականը, ըստ որի ռուսական ռազմաբազայի գործողությունը ոչ միայն սահմանափակվելու էր հայ-թուրքական սահմանով, այլ նաև Հայաստանի արտաքին սահմաններով։ ՀԱՊԿ-ի ռազմավարությունը ընդունվում 16 թվականին, 13 թվականին Հայաստանը դառնում է Մաքսիմայում միության, այնուհետև Եվրասիական տնտեսական միության։ Դա մի գիշերում չի, նման բանասողները կամ տգետ են, կամ էլ մանիպուլացիոն են։ Գլուխները պատով են տալի, ես ասում եմ պարզ։ Մի գիշերում չի եղել հունիսին եւ հուլիսին 13 թվականի հանրապետական կուսակցությունը իրականացրել է երկու գործադի մարմնիստ, որտեղ երկուսում էլ տեղի ունեցել քննարկում, իսկ վերջին նիստում եղել է քննարկում։ Ինչ է, երբ որ մենք այդ հարցը մշտապես բարձրաձայնել ենք եւ բարձրաձայնելուց դրա դեմը ո՞նց է։ Ասում եմ 50000 տոննա բալանսի ո՞նց է բերում։ 50000 տոննա ձրի զենք բերում էին Հայաստան, Իսկանդերը միայն Հայաստանումն էր։ Պատող նախկինում Իսկանդեր բերեին։ Եկեք նաեւ ես նաեւ շատ ակտիվ Ուզում են փորձեն սիրիական պատերազմը, գիտեք ինչի համար, շեշտելով, որ այդ պատերազմում նոր զենքեր են եւ հարցը որոշում են Հայաստանի որևէ տեսեք, Իսկ դուք չէիք գնում, ոչ մի անօթաչու չկար ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ապրիլյան պատերազմից հետո 2 տարում ինչքան անօթաչու է գնել։ Տեսեք, ապրիլյան պատերազմից հետո անմիջապես ընդունվել է ռազմական պլան, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար շատ մեծ անօթաչուների գնում։ Եվ 2 տարում չեք հասցրել։ Մենք չենք կարել, Նիկոլանք չեն արել, մենք մերն արել ենք։ Դա 2016 թվականը ո՞նց է ավարտվել։ Այդ իրաց անօթաչուները եկել են մեզ ռմբակոծել են։ Չէ, 16 թվականը Սերժ Սարգսյանը կարողացել է կանգնեցնել պատերազմը, մի վարքյան Սերժ Սարգսյանը չի կանգնեցրել, կա Յուրի Խաչատուրովի հարցազրույցը, որտեղ Յուրի Խաչատուրովն ասում է, որ Ադրբեջանի շտաբի պետ Սադիկովը դիմում է Գերասիմովին եւ Գերասիմովը դիմում է Խաչատուրովին, որ Ադրբեջանը ցանկանում է եւ խնդրում է զինադադար։ Պետք չի փաստերի խեղաթյուրել 2016 թվականին ապրիլյան պատերազմ որ 4 տարում ինչ եղավ որ 2016 Նիկոլ Փաշինյանն եկավ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ դուրս եկավ բանակցային process-ից Արցախը Հայաստանը եւ վերջ դա պատերազմ է ես ռազմական գործողություններով հայկական գործողություններում 16 թվականի Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական ուժերը ցույց տվեցին որ ռազմի դաշտում ջար տվեցին ադրբեջանցիներին վերջ հաղթել ենք, դուրը կգա, դուրը չի գա։ Ապրիլյան պատերազմը դա փառավոր հաղթանակ է եւ դիվանագիտական ճակատում եւ ռազմի ճակատում։ Իսկ ինչ եղավ որ 2020 թվականին մեր զինվորականները չկարողացան նման ձևով պատրվեցին։ Գերագույն գլխավոր հրամանատարը փոխվեց։ Ինչպես կասել մեծ սպաները, գեներալները, նաեւ ձեր գեներալներն են։ Գեներալները մերը չեն, հայ ժողովրդին են։ Հասկացա, բայց ձեր ժամանակ պաշտոններ ստացած։ 2008-ին են ստացել։ Այո, օքեյ, նույն հարցի ես հիմա ես ասեմ։ Գարեգին Նժդեհը ասում է. Միևնույն բանակը, միևնույն ժողովուրդը, անկախ նայած ով է իր ղեկավարը, կարող է եւ հրաշագործություններ անել, եւ խայտարակորեն ծնկի գալ թշնամու առաջ։ Մեջբերման ավարտ։ Միայն Նիկոլ Փաշինյանի Մենք պատվել ենք նախ եւ առաջ այս ապաշնոր կառավարիչների եւ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանի։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, մենք կարող ենք այդ պատերազմում հաղթել։ Եթեներով հարցերին հակված չեմ պատասխանել, բայց Սերժ Սարգսյանի դեպքում A. պատերազմ դժվարթելիներ, B. պատերազմի դեպքում կկրկնվեր ապրիլյան պատերազմի սցենարը։ Սա իմ հստակ պատասխանն է։ Լավ, եկեք անցյալից գանք ներկա, ինչ է լինելու ձեզ եկող
խորհրդարանական ընտրություններին։ Ես գուշակ չեմ, որ 1 տարի հետո գնահատականներ տամ, որովհետև աշխարհը դուք ասացիք շատ արագ է փոխվում, եւ այդ փոփոխվող աշխարհում մենք չենք կարող նույնիսկ կանխատեսել 5 ամիս հետո տարածաշրջանում կամ Հայաստանում ինչ կլինի, դրա համար հիմա շնորհակալ գործ է 1 տարի հետո կարողանալ կանխատեսումներ անել, դրա համար ես կարծում եմ, որ պետք է 1 տարին մարդիկ ասում են ընդամենը մի տարի է մնացել ընտրություններից, ես ասում եմ մի ամբողջ 1 տարի է մնացել եւ կարելի է այդ 1 տարին օգտագործել եւս 1 կամ 2 փորձ կատարելու Նիկոլ Փաշինյանին թույլատնելու կամ իշխանությունից զրկելու։ Այսինքն փողոցային պայքարի մասին Նաեւ տեսեք, դուք ձեր թիմակիցները կամ ձեզ մոտիկ մարդիկ, հա, դուրս են եկել, սկսել են նախաձեռնել են իմպիչմենտի գործընթացը։ Մոտիկ մարդը քաղաքական կատեգորիա չի։ Okay, բայց դուք ասում եք, որ մերոնք են։ Չեմ ասում մերոնք են, մենք ասում ենք մենք սատարում ենք։ Դուք սատարում եք, okay։ Քաղաքական առումով մերոնք դա հանրապետականներն են։ Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ չի նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։ Ես Հայաստան դաշինքում էլ ունեմ լիքը մոտիկ մարդիկ, բայց իրանք քաղաքական առումով իմ թիմակիցները դուք իրենց կարող եք, չէ՞, ասել, կարող եք սատարելու փոխարեն ասել սկզբից Ես չեմ կարող ասել եւ չեմ կարծում, որ սխալային կարծիք է, որ մենք ենք իրանց հանձնել։ Եթե իրանք եթե մեկ այլ թիմ Բայց հիմա դուք այսպես ակտիվ իրենց Որովհետեւ բոլորի նպատակն է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, նաեւ Հայաստան դաշինքն է դրա մասին խոսել։ Դա Նիկոլ նախագահը սկզբից Հայաստանի դաշինքի հետ երևի պայմանավորվել, ամենամեծ ուժն է խորհրդարանում։ Մենք չենք նախաձեռնել։ Երբ որ իրենք նախաձեռնել են իրենց սատարելու մասին հայտարարության ժամանակ կարող եք ասել, եկեք բոլորս հավաքվենք, պայմանավորվենք, նոր սկսենք։ Մի վարքյան ավարտեմ էլի, տեսեք, Հայաստան դաշինքի հայտարարությունը կա, չէ՞։ Կարդացել եք, չէ՞։ Դե այնտեղ մարդիկ ասում են, եթե դուք ուտը ձնը կբերեք, մենք կմիանանք կստորագրենք։ Հիմա ինչու՞մ է բանավեճը։ Նես չի որ Հայաստան դաշինքը տես խիստ քննադատել է իմպիչմենտի գործընթացը։ Այդ հետ ես փաստը ընդունում եմ գրավոր տեքստը։ Գրավոր տեքստում գրված չի որ իմպիչմենտը վատ բան է, գրված չի որ անլուրջ գործընթաց է։ Ընդ մի հատ տող կա, որի հետ ես համամիտ չեմ, ավելի շատ այնտեղ որ իբր թե դա թիրախավորում է Հայաստան դաշինքին, որտեղ է թիրախավորում։ Մենք թիրախում ֆիքսում ենք։ Ձեր եթերում ասեմ, մեր թիրախում մի հոգի է եւ մեկ կուսակցություն, դա ԿՊՆ եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Պարոն Շարմազանյան, okay, սկսվեց իմպիչմենտի, ասենք սկսվեց իմպիչմենտի գործընթացը եւ նույնիսկ վարչապետի տեխնացու հայտ եկավ, բոլոր ընդդիմադիր պատգամավորները գնացին ստորագրեցին այն երկու պատգամավորները, որ դուրս են եկել ԿՊ-ից նրանք էլ են գալիս ստորագրում հետո։ Դուք համոզված եք, որ այնպիսի փողոցային շարժում կսկսվի, որ հնարավոր կլինի այդ գործընթացը առաջ տանել։ Տեսեք, ինչի վրա է հիմնված դեր համոզմունքը։ Տեսեք, ոչինչ չանելու շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց եք տալիս։ Բոլոր հաջողություն հասնելու բանաձևը process-ը սկսելն է։ Այլընտրանքը ոչինչ չանելն է։ Սա մեկ։ Ինչի վրա եմ համոզված։ Այնպես չի, որ համոզված եմ կամ համոզված չեմ։ Բայց ես Եթերից առաջ դες մի բան պատմեցի, երևի եթերում էլ ասեմ։ Երբ որ 1 տարի առաջ Բագրատ Սրբազանախաձեռնումների շարժումը, ես շատ հոռետես էի եւ կասկածում էի, սկեպտիկորեն էի մոտենում այն շարժման զարգացմանը, որ հրապարակում մարդիկ կհավաքեն, ես ասում եի 5-10 հազարից ավել մարդ չի հավաքվի։ Իսկ որն է գարանտիան, որ չի հավաքվելու։ Այսինքն դուք մեր ժողովրդի մասին, խոսքը ձեր մասին չի, քննադատներ, տեն շատ վատ կարծիք է, որ մեր ժողովուրդն հասկանալի չէ։ Նրանց տրամաբանությունն էլ, որ ինչի մեզ հերթական անգամ մաշենք, ինչի հերթական անգամ մեր վարկանիշի հետ խաղանք, ինչի հերթական անգամ ժողովրդին իսկ վարկանիշի հետ ավելի շատ ցույց տանք, որ ոչինչ չենք կարող անել։ Վարկանիշի հետ ավելի ես տրամաբանություն ես խնդիր չկա, ես բաց մարդ եմ, բանավեճներ շատ նորմալ գնում է, ես շատ ուրախ եմ, ես միշտ չի որ հնարավորություն կա ինտելեկտուալ բանավեճի եւ ինտելեկտուալ չափի մեջ պատասխանել։ Տեսեք, իսկ իրենց կարծիքով, իրենց վարկանիշը ավելի շատ ընկնում է ոչինչ չանելով, թե անելով ու չհաջողելով, աստված չանի։ Այսինքն իրենց վարկանիշը իրան գտնում են, որ 21 թվականից հետո ընկել է, բախի են 26 ընտրությունների մասին մտածում։ Բայց 21 թվականին նույն Ռոբերտ Քոչարյանի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը դա եմ ասում իրենց տրամաբանությամբ 21 թվականից հետո մի քանի շարժում ա եղել, որի առանցքում եղել է նաև երկրորդ նախագահը եւ նրա թիմը, ճիշտ է թե չէ։ Առնվազն դիմադրության շարժման ինքը շատ ակտիվ մասնակցել է, բայց դա չի հաջողել։ Հիմա եթե իրանց տրամաբանության նայենք, եթե չեն հաջողել, իրանք մաշված պտիլներին, ռեցիկներ պոլիս ներքև իջացել եղել։ Հետևաբար իրանց պնդումները իրականության հետ կապ չունեն։ Հենց իրենց օրինակի վրա են։ Իմպիչմենտի գործընթացին միացավ Հայաստան դաշինքը ու
ասենք չիմացավ, այլ ձեզ է ասում, օքեյ, մենք միանում ենք, ասենք ձեր վարչապետի տեխնացուի անուն, ինչ եք ասելու։ Միասին կքննարկենք։ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմ դաշինքը կռվի մեջ չեն։ Եթե այդ կողքի մանր-մուներ ընդվզողներ կան, շատ նորմալ իրաց մոտ աշխատանքային քննարկում կա։ Եթե մարդիկ չգիտեն, ասեմ, եւ մեր ֆրակցիայի ղեկավարը եւ Հայաստան դաշինքի ֆրակցիայի ղեկավարը եւ մեր падգամավորները շատ նորմալ աշխատանքային քննարկումներ են ունենում։ Եվ մեր կոշտը նա է, որ պետք տարանջատվել եք, շատ էլ լավ եք այ, բայց տարանջատվելը մի հանգեցեք պարակտման պետության համար, մեր բոլորիս համար ճակատագրական կլինի, եթե դուք առաջինը դադար հայտարարեք, ասեք էլ չենք հայտարարելու։ Մեռանք հայտարարելու, ապրիլի 24-ին ով էր ասեմ, որ մի հատ էլ ասեք։ Ասենք իրան գնան իրանց հեռուստատեսության եթերներում կներեք քաղաքական հիմարություններ դուրս տան, մենք ասենք դադարի հայտարարում։ Ես եկել եմ հեռուստաեթերում, Այնքան որ մենք ենք քննադատում Փաշինյանին, որևէ մեկը չի քննադատում եւ մենք էլ ասել ենք։ Մենք մեր խորհրդի նիստում 35-րդ նիստում շատ բարձ ասել ենք, մեր թիրախում միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Ավելին, մեր կուսակցության առաջնորդն ասել է, ինքը ցանկություն չունի վերադառնալու եւ իշխանությունն էլ նպատակ ունի ոչ թե իշխանության գալու, հանրապետականն էլ ոչ թե նպատակ ունի իշխանության վերադառնալու, այլ մեր գլխավոր նպատակը իշխանափոխությունն է։ Ավելին, նույնիսկ պատրաստ ենք սատարել նաև իրենց տեխնացուներին։ Պարզ չենք ասել, հայերենով չենք ասել աշխարհաբար։ Խոսենք այդուամենայնիվ Նիկոլ Փաշինյանից ձեր կարծիքով, հա, դուք մինչև եթերը մենք մինչև հարցազրույցը մենք խոսեցինք, որ չեք բացառում, որ եթե ընտրությունները լինեն 2026 թվականին, Նիկոլ Փաշինյանը կրկին հաղթի այդ ընտրություններին։ Պատկերացում ունեք, գոնե այսպես մոտավոր պատկեր ունեք, ինչ կկատարվի, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի 2026 թվականի ընտրություններին։ Նախ մինչև 2026-ը եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ես չեմ բացառում, որ նորանոր զիջումներ մենք կունենանք։ Ինչ զիջումներ։ Օրինակ Տիգրան Աշենի մասին են խոսում։ Ահա։ Խոսում են նոր ինչ-որ այդ դելիմիտացիա դեմարկի, օրինակ բացառում ենք, որ 240 քառակուսի կիլոմետրը, որ Ադրբեջանը օկուպացրել է, Նիկոլ Փաշինյանը մի գիշերում չենք արտանա, մեկ էլ տեսնենք էլ իր հանձնաժողովը Մեհեր Գրիգորյանի ու ինչ այն Ֆայզուլլաև էր, ինչ է, չգիտեմ, դրա բանով Շահին Մուստաֆաև, հա, այդ հանձնաժողովը էլի գիշերը մի հատ հայտարարություն չի գրել, որ այս 240 քառակուսի կիլոմետրը մենք դելիմիտացրեցինք, պետք է լայրան։ Մեկ չի, դա մեկ։ Տիգրան Աշենը 2 Բադակի չէ արդեն։ Չէ, ու քիչ չի։ Խաղաղության պայմանագիրը 3։ Ինչ կլինի, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի։ Դա կնշանակի, որ փաստացի Արցախ վերադարձի մասին փաստացի մենք պետք է մոռանանք։ Բացի դրանից, էլ ինչ զիջումների։ Բայց 3-ը քիչ է։ Չէ, այնտեղ որտեվ կան ավելի վտանգավոր։ Հետո ավելի վտանգավոր բան կա, մենք չգիտենք այդ խաղաղության պայմանագիր կոչված ասած, որը իրականում ոչ թե խաղաղության պայմանագիր է, Արգերիկ Գիմավյան, այլ ըստ իս Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր է։ Ինչա գրած։ Իսկ ինչի՞ չեք խոսում ավելի վտանգավոր բաներից։ Օրինակ, ինչի՞ չեք ասում։ Օրինակ դուք հետևում եք իմ հարցազրույցներին։ Մասնաբան։ Համոզված եմ հետևում եք։ Ես ինչից եմ խոսում։ Ես առավոտից լիքու դրանից եմ խոսում։ Բացեք նայեք։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով, հա, երբ որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե այնտեղ լինելու են անվտանգությունը պետք է ինչ-որ մի ձևով ապահովել։ Չեմ ուզում ասեմ, որ այնտեղ կանգնած են լինելու ադրբեջանցի կամ սահմանապահներ եւ ցանկացած պահի կարա մտնի նաև ռազմական ուժ, չէ՞։ Այո, եթե խաղաղության պայմանագիրը աստված չան, այդ Հայաստանի ադրբեջանացման պայմանագիրը կնքվի, ես չեմ բացառում, որ ոչ թե չեմ բացառում, փաստացի արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը իջի կա դառնում, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դա փաստացի այսօր լավ թե վատ միակ փաստաթղթն է, որից մենք կարող ենք բռնվել, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առնվազն 4 տեղ Լեռնային Ղարաբաղ որպես առանձին սուբյեկտ է գրած, Միջանցքի մասին խոսք չկա, այնտեղ կա ճանապարհների ապաշրջափակում, ռուսական վերահսկողության մասով կա, որը սրանք սահմանապահների մասով, այսինքն չկա դες մոտ տպավորություն, որ իրենք հրաժարվեցին Արցախից եւ նաեւ ինչ որտեղ իրենց անունով կոչենք հանձնեցին Արցախը ռուսական սահմանապահներին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից հանելու համար։ Ես ոչ միայն կա, ես առաջիններից մեկն եմ եղել Հայաստանում, որ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է նաև նրա համար, որպեսզի փոխի Հայաստանի աշխարհաքաղաքական ակտիվիտետը։ Եվ այնտեղ իհարկե, նաև այնտեղ որ այնտեղից անի, իհարկե։ Իրենք
Առաջ նախկիններին էին մեղադրում, հետո տեսան նախկինները այդքան էլ չի աշխատում, Քոչարյանը, Սարգսյանը, Հանրապետականը, Դաշնակցականը տեսան չի աշխատում, սկսեցին ռուսներին մեղադրել հիմա էլ։ Բայց հիմա նորից գալիս են նախկինները։ Հիմա էլ գալիս են նախկինների, որովհետև ինչ-որ մեկը երևի իրանց հույս ա տվել կամ խորհուրդ ա տվել իրանց PR-շիկներից մեկը, որ ինչքան նախկիններից, թալանից, մալանից խոսած, կարող է էլի վերջի ճիքերն են անում։ Ոչ միայն նախկիններից, ամբողջ թիմով լծվել են հակաքաղաքագիտական եւ զզվելի բառապաշար խոսույթ օգտագործելու։ Ես պարլամենտում եղել եմ 12 տարի։ Ես չեմ հիշում, որ նույնիսկ ամենախիստ բանավեճը այդ չեմ ասում, որ իսկ բացառում եք նման զիջում, որ օրինակ, տեսեք, Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ինչ որ մի փաստաթուղթ, չէ՞, ստորագրել մի որևէ փաստաթուղթ։ Ոչ, չենք բացառում Նիկոլից։ Դրա համար ասում ենք բերեք մեզ մի տարին օգտագործել Նիկոլին հանելու համար։ Ու այդ փաստաթուղթը կարող է դա լինի ոչ թե հենց խաղաղության պայմանագիր, այլ մի այլ փաստաթուղթ։ Երեք մեր Հայկ Մամիջյանը, մեր հանրապետական պատգամավորը, ինքը շատ պարզ դրա մասին խոսեց, Հայկը նշեց արտակտել է Զաքարյան դրանի մասին խոսել Արմեններ, Տիգրաններ։ Ուզում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևից, Իլհամ Ալիևն ասում է, օքեյ, ես քեզ տալիս եմ մի հատ այդ տիպի փաստաթուղթ, ասենք որ այո, մենք մտադիր ենք։ Ես համոզում եմ, որ դուք հարցազրույցները չեք նայել։ Ասեք, ես ասել եմ, որ Նիկոլին պետք է մի հատ թուղթ, որին գրված էլի խաղաղություն։ Բայց փոխարենը Ալիևը, որ Նիկոլին նման թուղթ տա, կպահանջի, որ Նիկոլը օրինակ էլի մի ցուցակ կտա մարդկանց, կասի այդ մարդկանց հանձնի Բաքվի դատարանին, որի մեջ կլինի եւ Սերժ Սարգսյանը։ Իսկ դրա մասին առաջինը խոսել են երկու հոգի Հայաստանում, Էդուարդ Շարմազանով եւ Հայկ Նահապետյան։ Դեռ տարիներ առաջ ասել ենք, տարիներ առաջ, իհարկե Ես հնարավոր հավանում եմ այդ վտանգը։ Ես ավարտեմ։ Տեսնելով այդ վտանգը, ո՞նց դուք կարող եք դուք անձամբ թույլ տալ, որ Նիկոլ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիմա միմյանց դեմ պայքարեն։ Նախ Սերժ Սարգսյանը որևէ մեկի դեմ չի պայքարում, բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ իր թիմակիցները։ Իր թիմակիցները կոռեկտության եւ քաղաքական խոսույթի սահմաններում փորձում են տվեք եթե դուք համարում եք, որ երկրորդ նախագահի թիմակիցներն են ձեր դեմ պայքարում, հայտարարություն արեք, ամոթանք տվեք ու դադարեք այդ պայքարը։ Ես կարծում եմ ձեր ամոթանքը իրենց ավելի կառուցողական կլինի, այո, ազդեցիկ կլինի։ Խորհուրդ եմ տալիս ձեզ, մենք ենք սկսել, հաստ է։ Երբ որ կլինի Եթե մենք սկսող լինենք, ավարտեմ, մի տարբերություն ասեմ էլի, մի տարբերություն ֆիքսենք սա կարևոր բան։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը, սա այլեսով տալ չի, խնդրում եմ, Ռոբերտ Քոչարյանին ապօրինի են կալանավորել եւ ապօրինի գործեր են իր գլխին կարում։ Սա միանշանակ է։ Սա հանկարծ ես Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով չեմ պաշտպանել միայն Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանել եմ Արցախը, Հայաստանը եւ իմ 30 տարվա հաղթանակները։ Բայց ու նաեւ հանրապետական կուսակցություն դարվել է Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը նստած էր եւ իր վրա քրեական գործեր հարուցեցին, Սերժ Սարգսյանը գործադի նիստ արեց, բոլորին հանձնարարեց, մի մարդու նման լինեն դատարանում, պայքարել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Իսկ մեր երիտասարդական թևի ներկայացուցիչները այն ժամանակ դեռ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջյանը եւ Գերիղ Դանեյանը ճանապարհ էին փակում մեր ջահելները։ Թերթերում էին գրում են Քոչարյանի աջակիցներ։ Էդ է, երբ որ Սերժ Սարգսյանի վրա նոր քրեական գործ հարուցեցին, դժբախտաբար երկրորդ նախագահի աջակիցներ ու ոչ երկրորդական աջակիցներ սկսեցին նոր արշավը սկսել երրորդ նախագահի դեմ։ Մեծահոգի ենք։ Ավելի մեծահոգի։ Որ մեծահոգի չլինեի, Տիկին Բաբայան ջան, որ մեծահոգի չլինեինք, շատ ավելի այլ բառապաշարով խոսային։ Մեծահոգի եղեք, որովհետև նորից եմ ասում, այդ վտանգը, որ կարող եմ պահանջել եւ Սերժ Սարգսյանին եւ ոչ միայն մենք մեծահոգի ենք, բայց երբեք քավության նոխած չենք դառնա։ Հետևաբար կոչ եմ անում նաեւ իրենց ձեր եթերից կենտրոնանալ Նիկոլ իշխանապողության գաղափարի վրա ոչ թե քաղաքական գործընկերներին թիրախավորելու։ Եթե ընտրություններին այդուամենայնիվ չնայած այս պայքարի ներընդդիմադիր հաղթում է անդիմությունը, գերիները մեր տուն կվերադառնան ձեզ եւ ինչ պետք է անել, որ նրանք վերադառնան։ Հնարավոր է դա անել։ Ես եթեներով հարցերին հակված չեմ պատասխանում։ Չէ, հաղթեցիք։ Մի տարի անց, մյուս տարի ընտրություններ են հաղթել եք, եկել է անդիմադիր ուժ իշխանության։ Ինչ պետք է անեք, որ գերիներին դուրս հանեք։ Այդ հարցը պետք է նախ երկրորդ նախագահի կոմունակիստներին տալ, որովհետեւ իրանք են ավելի շատ հավատում ընտրություններով հաղթանակին, բայց մեկ այլ բան։ Փողոցով հաղթեցիք, պարոն Շարմազանով։ Տեսեք, ասեմ։ Եթե մինչև 26, էլի եթե 26 թվականի դեպքում մենք երկուսս էլ չբացառեցինք, չէ, որ մինչև 26-ը Նիկոլը կարող է նենց շրջադարձային զիջումների գնա, որ հետո
հետողորմի անելը շատ բարդ է լինելու։ Ես չեմ պատկերացնում։ Դրա համար Այս դեպքում մեր դաշնակիցը Իլհամ Ալիևն է, որտեղ Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ցանկացած նոր իշխանություն ասել է Նիկոլ Փաշինյանը խելագար էր, աննորմալ էր, մենք չենք ընդունում, ասում է դուք անպայման, չի շտապում։ Ինքը շատ ավելի խելացի, ասում է դուք սահմանադրական փոփոխություն։ Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ հայ ժողովուրդը պետք է կապիտուլացի, Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ կարծում եմ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը երբեք իր ստեղծած պետության անկախության հռչակագրին դեմ չի քվեարկի։ Դա կարող միակ ոչ միայն Նիկոլ Փաշինյան, աշխարհում ոչ ոք դա չի հասկանում, աշխարհում բոլորը մտածում են, որ մի ժողովուրդ, որ 2021 թվականին գնացել է ընտրություններին ընտրել Նիկոլ Փաշինյանին, այդ ժողովուրդը կարող է ամեն ինչ անել։ 21 թվականին այդ ժողովուրդը գնաց եւ ընտրեց դրան, որովհետեւ այդ անձը խափեց։ Ես չեմ կարծում։ Մի կխափի, մի անգամ խափողը երկրորդ անգամ էլ երրորդ անգամ։ Բայց հույսը ո՞րն է, որ երկրորդ անգամ էլ կխափի 26-ին կրելու եք։ Դուք նկատի ունեք, որ ընտրությունները խփեց։ Կեղծեց։ Այո։ Չէ, կեղծելը չեմ ասում ինքը սուտ խոստում, ինչ մեկ ինքին չէր ասում։ Այո, փողոցային պայքարի դեպքում էլ սուտ խոստում։ Ձեր որպես ընդդիմադիր, քանի դեռ ամեն ինչ։ Դուք հիմա առավոտից երեկո պետք է մարդկանց արթնացնեք, ասեք ժողովուրդ արթնացեք, ոչ թե նստեք մտածեք 18 թվականին ով է բերել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ 18 թվականի խոսույթ ով է բացրել։ Մենք Էլի հա գալիս է 18 թվականի խոսույթը մենք չենք բացել։ Դա անverջ զրույց է։ Դուք ասում եք 18 թվականի խոսույթը ով է մտցրել։ Նրանք ովքեր որ 18 թվականին Նիկոլի գովացողներն են եղել։ Ինչի մասին է որովհետև դուք ինչի բարոյական, ներողություն, բարոյական է 18 թվականին Նիկոլ գովալ, կոչ արել Նիկոլ ընտրել, ու այսօր կանել ասել հանրապետականն է բերել։ Եթե մարդը դուրս է եկել փողոց, այս մարդկանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ քաղաքական դերակատարների, մարդկանց հանգիստ թողեք։ Քաղաքական դերակատարներից ենք խոսում, սիրելի Տիկին Բաբայան ջան։ Քաղաքական դերակատար, ոչ քաղաքական առումով է ճիշտ, ոչ մարկային առումով է բարոյական։ Մարդի քաղաքական դերակատարներ, նրանք ովքեր որ մեկը գրքում է ողջունել կամ դերական խոսել, մեկը փողոցում։ Հասկանում եք 300,000 ադրբեջանցի երբ վերադառնա, այսպես կոչված։ Մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, շատ լավ հասկանում ենք։ Ինչ է տեղի ունենալու։ Շատ Հայաստանը չի լինելու։ Ինչքան ժամանակ կտևի, մինչև առաջին ինչ որ մի Դրա համար էլ կոչ ենք անում, դրա համար էլ կոչ ենք անում, այս մի տարի ոչ թե պատրաստվել ընտրությունների, այլ այս մի տարի տնային աշխատանք կատարել, իրար գալ եւ փորձել Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ընդդիմությունը իր տնային աշխատանքը տապալել է, երկուս կարելի է դնել ընդդիմությանը, եթե այս ամեն ինչի ֆոնին իրար հետ պայմանավորվելու փոխարեն դուք դուրս եք եկել նման արճակատով։ Ես ձեզ ասում եմ, որ հասցեատերը մենք չենք։ Ես իրենց էլ եմ այդ հարցը։ Դե իրանց տվեք, սխալ հասցեատեր եք գտել դեմասին։ Եվ երկրորդը մենք միշտ դրա մասին խոսել ենք, պարզ ասել ենք։ Վերջերս էլ դատական նիստից հետո երրորդ նախագահն ասեց, ես ունեմ երկու նպատակ՝ իշխանափոխություն եւ Բաքվի բանտից իմ ընկերների վերադարձ։ Ինչ կարելի անել գերիներին հանելու համար։ Նիկոլ Փաշինյանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը չի, վարչապետը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր խորհրդականն է։ Ինչ պետք է անել։ Դուք շատ եք գունավոր բան պատկերացրել, ես դժվար եմ տես բան այսօր պատկերացնել։ Okay, պատկերացրեք, որ ուրիշ մարդ է վարչապետը, ինչ պետք է անել, որ հանել այդ մարդկանց, հրաժարվել բանակցություններից։ Ոչ, պետք է աշխատել ուժային կենտրոնների հետ, նախ եւ առաջ Ռուսաստանի հետ։ Ու կարծում եք Ռուսաստանը կարող է ազդել։ Եթե Ռուսաստանը չի կարող ազդել, ուրեմն որևէ մեկը չի կարող ազդել։ Ռուսաստանը չի կարողանում նույնիսկ համոզել Իլհամ Ալիևին, որ նա գնա մայիսի 9-ի զորահանդեսին։ Դե դա էլ պետք է օգտագործել, որ Իլհամ Ալիևը շատ է չափերն անցել եւ օգտագործում է աստիճանաբար դառնում է հակառուսական գործիչ իր բոլոր գործողությունները։ Պետք է աշխատել դաշնակիցների եւ գործընկերների հետ։ Այլ բան չկա, գործիքակաց չկա։ Բանակցություններ պետք է շարունակել Ադրբեջանի հետ այդ ամենայն։ Ուղիղ բանակցությունների ոչ։ Մենք մշտապես դեմ ենք եղել ուղիղ բանակցությունների։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գրում էր ուղիղ բանակցությունների, երբ որ Նիկոլ Փաշինյանը գրում էր ուղիղ բանակցությունների, հանրապետական կուսակցությունը ԳՄ հայտարարություն է արել, ըստ որտեղ ասලා որ ուղիղ բանակցությունը դա Ադրբեջանի կլանումը կլինի
Ըստ ձեզ Հայաստանի կլանումը կլի Ադրբեջանի կողմ։ Եթե Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից եւ հայտարարում է, որ Ախր չկա բանակցային գերիներին բաց թողեք, եթե ուրիշ իշխանությունը մեր գերիներին բաց թողեք, նստենք սկսենք։ Ուրիշ իշխանություն եկավ, պետք է նախ եւ առաջ հիմքը դնի, նախ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահությունը անթույլատրել է դրա լուծարումը, անթույլատրել է, որովհետեւ միջազգային դրա լուծարումը կնշանակի նաեւ հայտարարել, որ Հայաստանի պետությունը պետություններ 30 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱԿ Միսկի լուծարման համաձայնության տալը նույն հավասարազոր է Ալիևի հայտարարությանը, որ Հայաստանը 30 տարի ֆաշիստական պետություն է եղել։ Դա անթույլատրելի պետք է լինի։ Բնականաբար պետք է ամեն ինչ անել ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության ֆորմատը պահպանել, աշխատել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի վրա, ոչ թե տեքստի վրա այդ գաղափարների հիման վրա, եւ բնականաբար դուք ռուս գործընկերներին չեք ասում, որ այդ ամենանիվ իրենք սխալ են իրենց պահել։ Եթե ես մեր ռուս գործընկեր, դուք վերջին Մոսկվայում ելույթը նայել եք։ Մեծ հաճույքով եմ նայել, ասել։ Դե որ մեծ հաճույքով եք նայել, շնորհակալ եմ։ Իսկապես շատ լավն էր։ Շնորհակալ եմ։ Դա եղել է իմ գործունեության եւ երկուսակցության մի մասը։ Մենք շատ ակտիվ աշխատում ենք Եզենի Ռոսիայի հետ, մենք ունենք համագործակցության մշակույթ։ Ես կարծում եմ, որ քաղաքական կոռեկտությունը շատ կարեւոր է, մանավանդ դաշնակիցների հետ բաց ունեցել ենք անկեղծ զրույց։ Ունեցել եք անկեղծ զրույց։ Ունեցել ենք անկեղծ։ Իրենք հասկանում են, որ Ադրբեջանը ոչ միայն հայերի նկատմամբ է մեծ հաղթանակ տարել, այլ նաև Ռուսաստանին դուրս է բերել Արցախից, ասենք մի 10 տարի առաջ պատկերացնել, որ Ռուսաստանը խաղաղապահների կբերի Ղարաբաղ եւ հետո իրենք ոչ միայն ինձ են լսել եւ մեր գործընկերներն, այլ նաև իրանց падգամավորներից Կաստանցին Զատուլինը շատ սթափ գնահատական է։ Հասկանում եք, թուրքական ուժերը ինչ է տեղի ունեցել Ղարաբաղում։ Այո, թուրքական ուժերը ինչ պարտության են պատմաբանենք շալակն է, որ պանթուրքիզմը դա հայ ժողովրդի դեմ չի։ Պանթուրքիզմը դա նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ է։ Ինչ պարտություն է կրել Ռուսաստանը, եկեք ֆիքսենք։ Դուրս է եկել Հարավային Կովկասից եւ դուրս է եկել Սիրիայից։ Եվ ամենակարևորներից մեկը, ես ինձ շատ հստակ ասել եմ, որ սիրելի բարեկամներ, իմ ռուս գործընկերներ եւ դաշնակիցներ, երբ որ Ալիևն ասում է Հայաստանը 30 տարի եղել է ֆաշիստական պետություն, դա ուղիղ նշանակում է, որ դուք դաշնակցել եք ֆաշիստական պետության հետ ու որևէ ծպտուն չանել, մենք շատ ազնիվ խոսում ենք, շատ անկես խոսում ենք իմ մեր ռուս գործընկերների հետ, բայց խնդրեմը նա է, որ նաև շատ դեպքերում մենք փորձում ենք, նաև ես մեր ռուս գործընկերներին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանը երկու տարբեր սուբյեկտներ են։ Հայաստանը հասկանում են։ Համենայն դեպս կան մարդիկ, որ շատ լավ դա անցալում են։ Կտեսնենք, նաև իրենց տարանջատում են Փաշինյանը։ Եվ կտեսնենք իրենց վարկագծից։ Հիմա շուտով Տիկին Մատվիենկոն է գալու, կտեսնենք հասկանում են թե չէ։ Ես նաև նկատել եմ, զարմանքով եմ նկատել, որ Մոսկվայից հնչող հայտարարությունները ի պատասխան Երևանից հնչող շատ կոշտ քննադատության բավականին մեղմ են։ Ինչու՞։ Ասեմ ինչու։ Իմ կարծիքով, ես վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ եմ ասել, իմ կարծիքով Ռուսաստանում հասկացել են, որ իրենց խիստ, միգուցե արդարացի, իհարկե նաև արդարացի, խիստ մեկնաբանությունները այս կառավարչի հասցեին, սրանք մանիպուլացնում են եւ ֆռստում են դեպի Հայաստան պետություն եւ դեպի հայ ժողովուրդ, որպեսզի հայ ժողովրդի մոտ չլինի նման դիրքորոշում, նման ընկալում, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան բել Հայաստանի իրենք ասում են կուրատոր, ես չգիտեմ, պատասխանատու է փոխվել, ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է իմ տպավորությամբ փորձում է փափուկ ուշքույր կիրառել Հայաստանում, տեսնենք։ Հանրապետական կուսակցության ամենամեծ ձախողումը իշխանության ժամանակ ո՞րն էր։ Հանրապետական կուսակցության ամենամեծ ձախողումը Հայաստանի այսօրվա վիճակն է, ու դա բոլոր 30 տարիների ամենամեծ ձախողումն է, բոլոր կառավարությունների։ Կոնկրետ ձեր մեղքը դրանում ո՞րն էր։ Ասեցի։ Որ ճիշտ չհաշվարկեցիք։ Ես չեմ ուզում դետալների մեջ մտնեմ։ Ես այն ժամանակ եմ ասել, դրա 18 թվականին նախագահ Սարգսյանը դրա մասին խոսել է եւ ինքը շատ մանրակրկիտ խոսել է մի բան ասեմ էլի, եթե Հայաստանի Հանրապետությունը, եթե մենք այսօր Արցախ չունենք, գալս էլ գլուխը բարձր խոսալ, դա ճիշտ չէ։ Հետևաբար մենք բոլորս, մեր բոլոր ծառայությունները, բոլորինս ամենակիչ ծառայությունը ես եմ ունեցել, բայց իմ դեր բոլորինս առաջին նախագահան, երկրորդ, երրորդ բոլորս այսօր
մեր ծառայությունները զրոյի են հավասարվել, որովհետև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում դրված գլխավոր դրույթներից մեկը Արցախը այսօր Ադրբեջանի գերեվարել է։ Բնականաբար դրա համար, որ այս պահին իմ կարծիքով որև մեկս խոսելու տեղ չունենք։ Վերջին հարցս, պարոն Շարմազանov, գիտեմ դուք եթեներ չեք սիրում, բայց այդուամենայնիվ հարցնեմ։ Պատկերացրեք, որ ժամանակը հետ է գնացել եւ դուք 2018 թվականի, ասենք ապրիլի 15-ին եք, ինչ կանեիք։ Դուք անձամբ։ Արդեն 18-ին ընտրել ենք Սերժ Սարգսյանին։ Ապրիլի 15-ին։ Ապրիլի 15-ին ես ասեցի կողջունեի Կարեն Կարապետյանի առաջարկը Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ։ Այսինքն ոչինչ չեք փոխի։ Այդ դեպքում չէ։ Տեխնացուի առումով նույնիսկ ես իմանալով թե ինչ է լինելու ոչինչ չեք փոխի։ Չէ լինի իմանալը, որ իմանալը այսքան բանալ լինելու։ Դուք համոզված եք, որ այդ ամենն այդ որոշումը ճիշտ որոշում էր։ Ես ասեցի, որ Կարեն Կարապետյանի առաջարկը Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ ճիշտ որոշում է։ Միգուցե հետագայում են սխալներ եղել, բայց կոնկրետ այդ որոշումը Հայաստանի արտաքին եւ անվտանգային միջավայրի համար ճիշտ որոշում է։ Տասնյակ տարիներ հետո, երբ Գերիսկին արդեն Եվրոպայում էր ապրում, դրան մի անգամ հարցրել են, շատ եմ սիրում այդ պատմությունը։ Ես Գերինսկու հարցազրույցել եմ նայել։ Այդ հարցրել են, ասել են, եթե հետ գնայք, ինչ կանեք, ինչ էր պետք անել, որ տեղի չունենար ցարական Ռուսաստանի տապալումը։ Գիտեք ինչ պատասխանեց, ասեց մեկ մարդու կգնդակահարե, հարցում են ում, ինձ, Կերենսկին։ Այսինքն ինքը ընդունեց, որ ինքն է մեղավոր։ Կերենսկին այն ժամանակ դες մեծ բան չուներ, երբ որ ցարը գնաց ինքը հետագայում դարձավ ժամանակավոր կառավարություն։ Ժամանակ ինքը դրա մասին հետագայում դարձավ, ինքը միանգամից չդառավ իրեն հարցնում են այն ժամանակ ինքը չկար, ինքը հետագայում դարձավ ժամանակավոր կառավարություն։ Նրան հարցնում են, որ չլիներ բոլշևիկյան հեղափոխություն, այսինքն այդ հնգած հատվածը ղեկավարության։ Ես էլ եմ որպես պատմաբան։ Գիտեմ, որպես պատմաբան մի բան ես ասում, Կերենսկին իրեն գերագնահատել է։ Շատ լավ, շնորհակալություն, որ համաձայնել եք պատասխանել իմ հարցերին։ Ես եմ շնորհակալ շատ հետաքրքիր զրույցի համար։